Տասնամյակների լռությունից հետո Երևանի ամենահայտնի երգեհոնը կվերածնվի նոր մեղեդիներով։ Գործիքը շարքից դուրս էր եկել 2000-ականների սկզբին։ Վերջին հնչյունները մարել էին Թերեզա Ոսկանյանի մատների տակ, համերգից անմիջապես առաջ, վերջին փորձի ժամանակ։ Պատկերացրեք իմ վիճակը, երբ որ ես գալիս եմ համերգից առաջ 2 ժամ առաջ եւ պարզվում է, որ երգեհոնը ընդհանրապես չի հնչում, չի գործում։ Իհարկե փոխարինեցինք էլեկտրոերգեհոնով, իհարկե ուրիշ լրիվ ուրիշ հնչողություն էր, բայց համերգը կայացավ եւ կարծում եմ այդ օրվանից հետո դա երգեհոնը չի հնչել, ընդհանրապես չի գործել, քանի որ այդ վերջի ոնց որ վերջի շուրջն էր։ 1953-ին, երբ համերգասրահը այս տեսքն ուներ, ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը սկսում է որոնել երգեհոն։ Գործիք, որը հոգևոր երաժշտության խորհրդանիշն է նաև, 14 տարի փնտրեց վեհափառը։ Երկար փնտրտուքներից, տարբեր մարդկանց բարերարների դիմելուց, ընդհանրապես այդ process-ը տևեց մինչև 1970 թվականը եւ 1970 թվականին վերջապես այս երգեհոնը հասավ Արամ Խաչատրյան համերգասրահ։ Չեխոսլովակիայում գործող Rieger Kloss ընկերությունը ստեղծեց ու տեղադրեց համերգասրահի երգեհոնը, եւ հիմա ավելի քան 50 տարի անց երգեհոնը դարձյալ կհայտնվի նույն բրենդի ձեռքերում։ Այս անգամ նորոգումը կիրականացնի Մայր ընկերությունը, ավստրիական Rieger-ը։ Բնականաբար, այսպիսի մեծ ծավալի հիմնանորոգում իրականացնելը չենք կարող ամեն մեկին վստահել եւ ճիշտ կլիներ, որ հենց ինքը բրենդը ապահովեր այդ հիմնանորոգումը, որպեսզի անհրաժեշտ բոլոր դետալները լինեին հենց այդ նույն բրենդից եւ նույն մասնագետների կողմից վերանորոգվեին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախատեսել է 500-ից 600 միլիոն դրամ, մոտ 1.5 միլիոն դոլար ծախսել գործիքը վերականգնելու համար։ Այս պահին մենք ունենք 500-ից ավել մինչև 550-ի դիտարկման շեմը։ 500-ից ոչ պակաս։ 500-ից ոչ պակաս։ Երգեհոնը ապամոնտաժվելու է մաս-մաս, ուղարկվելու է Ավստրիա, ուսումնասիրելու եւ ծախսի չափը ճշտելու համար։ Ապամոնտաժումն աստիճանաբար սկսվել է։ Արդեն հեռացրել են երգեհոնի սիրտը, կոնսոլը, որից ինչպես երաժիշտներն են ասում, հնչում են հոգեցունց մեղեդիներ։ Երգեհոնի վերականգնման աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ ապամոնտաժում, վերամոնտաժում եւ վերականգնում։ Աշխատանքը կկատարեն ամռանը, որպեսզի համերգասրահի բնականոն աշխատանքը չխաթարվի։ Համերգներն այդ սեզոնին հիմնականում բացօթյա են լինում։ Նախատեսվում է 27 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդեն վերամոնտաժել այս երգեհոնը եւ դրանից հետո արդեն հուլիս ամսին 27 թվականի կարծում եմ իր վերջնական աշխատանքները կիրականացնեն եւ սեպտեմբերին նախատեսում ենք առաջին համերգը կազմակերպել։ Լռության 25 տարիներից հետո ով առաջինը կնվագի վերանորոգված երգեհոնը համերգասրահում սկսել են քննարկել։ Ցանկանում են Հայաստան հրավիրել երգեհոնի համաշխարհային վարպետի։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։